Սակոյդ ինչ ես անում։ Ռոժան մինի սալյամիներ ենք ստացել։ Ասի մի հատ փորձեմ տենամ լավնա լավը չի, որ հետո սկսենք վաճառելը։ Մի տուփից կարելի էր արդեն հասկանալ, պետք չէր ամբողջը ուտել։ Ռոժան, հասկացել եմ, ուղղակի այնքան լավն է, որ չեմ կամ ստոպ տամ։ Էկոն, հարի Սակո։ Ռոզ, բայց հիմա անձրև չի գալիս, ես անձրևանություն չի ապա այս մարդու գլխին։ Դե Երևանում այնքան փոշի է, պահումա, որ վրան փոշի չնստի։ Ժպա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Մադացյան ջան, չենք հարցնում ոնց եք, որովհետև գիտենք, որ շատ լավ եք։ Պարոն Մադացյան, ինչ կցանկանաք, սուրճ, թե հյութ։ Մերսի, ես ամեն ինչի գործարանում։ Ay, գնահիկ եք ծիծաղում, մի քիչ էսթետիկ ծիծաղեք։ Միջև բուն թեմային անցնելը, ես ուզում եմ ձեզանից շնորհակալություն հայտնել, որ ձեր շնորհիվ աղջիկս էլ չի շփվում այդ գյադու հետ։ Վայ, պարոն Մադասյան, կարիք չկա շնորհակալություն հայտնելու։ Շեֆս որ ասում է, ուրեմն կա։ Ոնց որ խոստացել եմ, շին թույլտվությունը արդեն պատրաստ է։ Այսօրվանից սկսենք աշխատանքները։ Վայ, ես ինչ լավ բան ասեցիք, պարոն Մադացյան ջան։ Պարոն Մադասյան, մենք չենք էլ կասկածում, որ ձեր մոտ կստացվի։ Հալո, կասկածեինք։ Դե բրիգադը կգա ու կքանդի խանութը։ Ջան, Հետո կքանդի սրճարանը։ Պարոն Մադացյան, ելքիք ժամանակ կորցնում ես, ես ու Սակոն մեր ձեռով կքանդենք, գնաք լունգը բեր։ ճիշտ քնում։ Ու քանդելու ենք այս տունը։ Ես ձեր բուլդոզերի կյանքի մերը։ Տունը։ Այս տունն չենք քանդում։ Դե որովհետև խանգարում է, մենք էլ ներառել ենք նախագծի մեջ։ Ահա, բայց մեր նախագծում մենակ սրճարանն ու խարույկն էին։ Ձեր նախագծում չկա, մեր նախագծում կա։ Ծանոթներից միջոցով ավելացրել են ոչ թե մեկ շենք կառուցենք, այլ երկու։ Հա, բայց ինչի երկու։ Դե որովհետև մի շենքով տուն չես պահի։ Պարոն Մադասյան։ Պարոն Մադասյան, բայց տան բնակիչներին չեն անելու։ $20,000 կտամ, կասենք գնացեք ձեր համար կենտրոնում տունադեք հանգիստ ապրեք։ Պարոն Մադացյան, բայց $20,000-ով հնարավոր չի Երևանի կենտրոնում տուն առնել։ Ներողություն, իսկ ով ասեց, որ Երևանի կենտրոնում։ Լավ, ես գնամ Սոֆին տեսնեմ, մինչև շինարարական բրիգադը կգա։ Ողջույն ես մնացի։ Դե արի արելը խանութ գնանք տեսնենք։ Ինչ ենք անում։ Բոլոլայա լինելու ու ահավոր կինո։ Երկուն ես դու երեք աղջիկ, բայց երազել ես միշտ տղա, նույնիսկ զոկանչնակո աղջիկ, հաստատ կլեր է բոլոլա։ Բոլոլայա լինելու ու ահավոր կինո։ Դեպավ է դեպոլա, վայ այ կեզ բոլոլա, հորներ վերին հալալա, վայ այ կեզ բոլոլա, դեպավ է դեպոլա, վայ այ կեզ բոլոլա, արամ պապին հալալա, վայ այ կեզ բոլոլա, դեպավ է դեպոլա, վայ այ կեզ բոլոլա, հորներ վերին հալալա, վայ այ կեզ բոլոլա, դեպավ է դեպոլա, վայ այ կեզ բոլոլա, արամ պապին հալալա, վայ այ կեզ բոլոլա։ Բոլոլայա լինելու ու ահավոր կինո։ Երեխեք ջան, լավ լուր ունեմ։ Էլի մեր սենյակն ես հավաքել։ Էդ հեչ լավ լուր չի։ Անցած հավաքելուց հետո ոչ մի բանի տեղը չենք գտնում։ Ու բորկայից հետո մի շաբաթ դասի չգնացի, որովհետև չի կարողանում պայուսակս գտնեի։ Չէ, շատ լավ լուր ունեմ։ Հա, ուրեմն իմ ու Ալեքսի սենյակն ես հավաքել։ Ոայ, մի հատ կթողեք խոսեմ։ Վերջապես պապան ա վերադառնում։ Լուրջ եք ասում։ Ինչ ուրախ եմ։ Բայց դեմքիցդ հեչ չի երևում։ Իսկ գնալու ենք օդանավակայան աղու հացով, զուռնա-դհոլով, պարիխմբով, սալյուտներով դիմավորենք։ Արփի պապան ա գալիս, ոչ թե Եվրատեսիլում 20-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը։ Չէ, երեխեք ջան, պապան խնդրեց, որ ոչ մեկս չգնանք դիմավորենք, ինքը կգա։ Ման, բայց կարելի է ինչ-որ բան մտածել, որ գա անակնկալ լինի։ Կարեն, լսեցիր, պապան ա գալիս։ Հա, լսեցի։ Ուրախ չես։ Շատ ուրախ եմ։
Էլի Սոֆի համար ես նեղված։ Ախր առաջին անգամ չի որ սիրտդ կոտրում են, պետք է արդեն սովորած լինեիր։ Նարե ջան, կլինի ես Սոֆի անունի մոտ չտաս։ Ամեն անգամ սիրտս կտոր ալեմ, հենց լսում եմ Սոֆի անունը։ Ոնց որ երմանջուրը լցնեն գլխիս այդ Սոֆի անունը լսելուց։ Ոնց որ մետրոյի դռները հենց իմ առջև փակվեն Սոֆի անունը երբ լսում եմ։ Հենց նոր դու ինձ այն շատ ասեցիր Սոֆի։ Այ Սոֆի անունը մի դու խնդրում եմ։ Լավ, հանգստացի, այդ կացը խմի։ Չեմ ուզում։ Կարեն 3 օրը հաց չես կերել։ Մենք չենք ուզում որ papan գա տուն ու տեսնի որ տանը դիակ կա, խմի։ Համեն էլ կռիվ չենք անի ով լինելու տան շեֆը, որովհետև իսկական տան շեֆն է գալիս։ Էկա։ Բա։ Բալես տեսնում եմ հասավ ուղարկածս հեռախոսները։ Պապ, ինչի ես 800 հատ հեռախոս առել։ Նախ ես քեզանից ոչ մի բան չեմ ուզել, ու հետո այսքան հեռախոս ես իմ ամբողջ կյանքի ընթացքում չեմ հասցնի օգտագործեմ։ Այս բոլորը քո համար չի։ Այս հարսանիքիդ համար է։ Պապա, ինչ հարսանիք։ Քո արտակի։ Ես գիտեմ, որ դու ընկեր չունես ու բաժանվել եք։ Ու հետո ես Վահանին ասել եմ, որ հարսանիքի կալոնայի համար 400 հատ բրաբուս պատվիրի։ Կեսը սև, կեսը սպիտակ։ 8 հարգանի տորտ պատվիրի։ Կեսը սև, կեսը սպիտակ։ Մնում է քո հարսի շորը։ Կեսը սև, կեսը սպիտակ։ Էդ էլ դու որոշի։ Ես արդեն որոշել եմ, պապա։ Չեմ ամուսնանալու ու վերջ։ Սոֆի, չեմ հասկանում, դու ինձ աշխարհով մեկ ուզում ես խայտարականես։ Ես 2000 հոգի մարդ եմ հրավիրել։ Հիմա ոնց եմ այդքանին բացատրելու, որ հարսիկը չկա։ Հավատա, այդքան մարդ չի էլ նկատի, որ հարսիկը չկա։ Էնպես որ վերջ, պապա։ Ես չեմ ամուսնանալու ու սա այլևս չի քննարկվում։ Այդ կտենանք, Սոֆի աղջիկ, կտենանք։ Վահանն էլ ասա թող գա տարուսիկները տանի։ Բարև ձեզ։ Ոյ! Սա քո հերիքա խրթխրթացն ես։ Եմ անում։ Բան եմ ուզում մտածեմ, հենց միտքը գալիս է խրթխրթացում ես հետ է գնում։ Ռոզ դու էլ ես Արամես մասին մտածում։ Հա, սրտից մի տեսակ չի նստում։ Մեր հարստանալու պատճառով Արամենք տնից են զրկվում։ Հա, բայց մյուս կողմից էլ Արամը կամեցող տղա է, ինքը կուրախանա, որ մենք հարստանանք։ Սակո, ասում եմ կարող է մեր նոր շենքում մի հատ իրանց լավ շքեղ բնակարան տանք, ցածր տոկոսադրույքով 20 տարի էլ մարման ժամկետով։ Չգիտեմ, Ռոզ, չգիտեմ, դժվար պահ է։ Բայց ամեն դեպքում, որ ուզում ես ճիշտ իմանաս, Արամին հասնում է։ Ինչքան վատություն արեմ ես։ Ինչ ար։ Մոռացել ես 2 տարի առաջ որ դռել ուզեցի։ Հա, բայց տվեց, չէ։ Է որ տվեց ինչ, հետո եկավ հետ ուզեց։ Չգիտեմ։ Չգիտեմ, բայց սրտից չի նստում։ Ինչ եք լսնել։ Շեֆս նկատի ունի, որ լիքը գործ կանելու, համել որ ինքը գալիս է, պիտի կանգնած լինեք։ Այսա բրիգադը գալու է։ Սկսի ստեղ ամեն ինչ քանդել։ Գնացեք դրանց ասեք, թող դուրս գան տնից։ Արագ։ Ոնց է։ Արդեն ված չի, բայց կարծում եմ պապայի սուրճին հասնելու համար դեռ շատ պիտի աշխատես վրդ։ Հա, բայց ինչ եք որոշել, որ ես պետքա սովորեմ Արամ ձեձեի համար սուրճ դնել։ Դե որ տեսնի ձերքիցդ մի բան գալիս է ու քիչ նեղի քեզ։ Մեկը էլի կնեղի Լիլիթ ջան։ Ինչի։ Դե որ տեսնես այս բարթագույն գոգնոց ահակել, մի բան կասի։
Վայ բարև ձեզ հարևաններ ջան, ո՞նց եք, արամս ո՞նց է, վաչոն ո՞նց է։ Սա քո ուրիշ գործով ենք եկել, դրա ժամանակը չի։ Ռոզա ջան, ի՞նչ ա եղել։ Հիմա սա քոս ամեն ինչ կբացատրի։ Ինձ թվում է դու ավելի մանրամասն կասես։ Չէ, ինձ դու ավելի լավ կասես։ Մի հատ կասեք ինչ ա կատարվում։ Ալա ջան, դու քեզ մի տուն ունեք, թե էլի տուն ունեք։ Եթե ես չեմ սխալվում, Արամեն գյուղում մի հատ հին ու մին տուն ունեին, չէ։ Չես սխալվում, բայց ինչի համար։ Ալա ջան, ասում եմ գյուղ գնաք, մաքուր օդ կշնչեք, թարմ կաթում ածուն կուտեք, դրսի տուալետներից էլ կօգտվեք։ Հա էլի մնացել եք ես քաղաք ու փոշի մեջ որ ինչ։ Ամբողջ օրը աչ ու ձախ շինարարություն է։ Մի օր է կարող արտանակ տենակ շենքի բակում մի հատ նորակառույց են սարքել։ Սակո, էս ինչ թազա մախինացիաներ ա։ Կարող ա ուզում ես մեզ ուղարկես գյուղ մեր տունը վարձով տաս։ Վայ, քո տունը չքանդվի, Լիլի ջան, ես ինչ ես ասում։ Չէ, Լիլի ջան, մենք ուղակի ձեր մասին ենք մտահոգվում։ Սակո ջան, Ռոզա ջան, մենք հիմա ուրիշ հարցերով ենք։ Խարը դու գնացեք մեր մասին հետո կմտածեք, հա։ Գնացեք։ Բայց շատ Բայց մտածեք, Լացի Կարեն, լացի, անձրևի տակ հեշտ արցունքները թաքցնել։ Հա բայց այս անձրևից ես մրսում եմ։ Դե ուրեմն արի գնանք, ծածկոց վերցնենք, սենց ծնկները ծալես, նստես, պատուանակոկին տակ թեյ խմես ու նայես պատուանից դուրս։ Օպի մի հատ վերջ տուր, ես ինչ ղզիկ բաներ ես անում։ Կարեն ասես դեպրեսիայից դուրս չի գա, մեզ ուրիշ մեթոդներ են պետք։ Բայց ինչ։ Հեսա կտեսնես։ Հա էլի օգնեք ինձ։ Բոլորայա լինելու ու ահավոր կինո։ Հա։ Ասացիք։ Հավաքում են իրերը դուրս գան։ Ճիշտ ասած, այդքան էլ չէ, պարոն Մադատյան։ Ինչ է նշանակում այդքան էլ չէ։ Ինչ ա նշանակում այդքան էլ չէ։ Իսկ ինչ է նշանակում այդքան էլ չէ։ Որոշել էինք հերվից գայինք։ Հա, որոշել ենք հերվից գայք, են էլ այնքան հերվից եկա գլը տեղ չենք հասել։ Սպասիվան, չհասկացա, ես չեք ասե, որ տունը ազատ են, բայց դուք ինչ անօգուտ անբան անիմաստ կյանքով ապրող մարդիկ եք, դրա համար միջև հիմա ոչ մի բան չեք ասել։ Այդ քեզ ասում գիտես։ Ասում ա։ Մնայեք, թե ոնց են գործերը առաջ տանում։ Վահան, գնում ենք այս բնակիչներին վտարելու այս տնից։ Ոնց է։ Մի քիչ աղնապակաս։ Այսինքն հիմա եթե աղ ավելացնեմ մի քիչ Արամ ձեձեի դուրը կգա ու ինձ էլ չի նեղի։ Դուրը հաստատ կգա, բայց մնացածի մասով բան չենք կարող ասենք։ Ո՞վ է։ Ոայ։ Բարը ձեզ, արագացրեք, ազատեք այս տունը։ Մի րոպե։ Այդ տեքստը մենք ձեզ պետք է ասենք։ Ո՞վ եք դուք, ինչ եք ուզում։ Կարևոր չի թե ես ով է։ Ոնց կարևոր չի, շեֆ ջան, Ռուդոլֆ Մադատյանն է, մեր քաղաքում շատ կարևոր մարդկանցից մեկն է։ Ձեր անուն-ազգանունը մեզ ոչինչ չասեց։ Ինչ եք ուզում։ Այս տունը ապօրինի գտնվում է իմ տարածքի վրա, ու ես պետքա քանդեմ այս տունը, որտեղ պետքա սկսեմ նորակառույցի շինարարությունը, հենց որ ազատեք տունը։ Յա, թանել չէ փրթած մածուն։ Ստոպ։ Ապրես, բայց աղա մի քիչ քիչ է։ Գիտեմ։ Վերջացրեք մի հատ։ Այս տան սեփականատերը իմ հայրն է ու բոլոր փաստաթղթերը մենք ունենք։ Իսկ ես ունեմ բոլոր փաստաթղթերը, որ այս տարածքը իմն է, ու ձեր սեփականատեր հայրը համաձայնվել է ու ստորագրել է, որ տան դիմաց փոխհատուցում ստանա։
Ասեմ ավելին, որ դուք էլ եք ստորագրել։ Ինչ։ Ես ոչ մի բանի տակ չեմ ստորագրել։ Փասատղթերը Վահան։ Պապան ստորագրել է, մամ դու էլ ես ստորագրել։ Հա, ես էլ եմ ստորագրել։ Էս ինչ կեղծ փաստաթղթեր է։ Կեղծակեղծ չի, դուք չեք որոշում։ Ու մենք ունենք շինթույլտվությունը։ Հեսա ձեր շինթույլտվություն ցույց կտամ։ Դուք երևի չգիտեք, բայց իմ ամուսինը ոստիկան է։ Նախկին։ Թոշակի է իմ անցել։ Ճիշտ է, թոշակը մեզ չի, բայց մենք չենք բողոքում։ Մամա, զանգում եմ։ Բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս կամ գաղտնի առաջադրանքին։ Չի պատասխանում։ Ձեզ մի ժամ ժամանակ, արագ ազատում եք տունը։ Վահան։ Շեֆս կանես մոհացել է յալի։ Այս հետո դուք պսակեք։ Նարե, բայց քնելը ոնց է օգնելու դեպրեսիայից դուրս գալ։ Քնի ընթացքում ուժեղանում են մարդու անաբոլիզմի գործընթացները եւ թուլանում կատաբոլիզմինը։ Ինչ։ Որ դեպրեսիոն անատոմիա սովորեիր կհասկանայիր։ Քնած ժամանակ մարդու նյարդերը հանգստանում են ու օրգանիզմի մեջ երջանկության հորմոններ են առաջանում։ Սոֆի։ Կարեն ինչ եղավ։ Երազումը Սոֆիին տեսա։ Երազը հաշվի չի առել։ Լավ, ուրեմն պետքա մի բան ուտես։ Վերցրու։ Ուտելու ընթացքում մարդը էներգիա է հավաքում ու կարողանում է հաղթահարել ներսի սթրեսը։ Կարեն հիմա ինչ եղավ։ Այս չիպսերը Սոֆին շատ է սիրում։ Կարեն մի հատ կենտրոնացի, մոռացի Սոֆին։ Օրինակ, փորձի քո կյանքից ինչ-որ լավ դրվագ հիշես, որ կարողանաս տրամադրությունդ բարձրացնես։ Փորձեմ։ Հիշեցի։ Օրինակ հիշում եմ, երբ որ ես առաջին անգամ սկսեցի հեծանիվ քշել սովորել, այդ ժամանակ 34 տարեկան էի։ Սկզբից չէր ստացվում, դժվար էր, բայց հետո սկսեցի արագ-արագ պտտել պեդալները ու ահագին քշեցի առանց ընկնելու։ Որովհետև այդ ժամանակ Սոֆին ինձ կողքից բռնել էր ու չէր թողում, որ ընկնեի։ Կարեն մի հատ կանգնի։ Ու հիմա ինչքան ուժ ունես բարձր գոռա։ Ինչ գոռամ։ Ինչ ուզում ես գոռա, կարևորը շատ բարձր, որ սթրեսը դուրս գա։ Սոֆի! Լիլիթ կարող է օգնես։ Մամ, դու չես հասկանում, որ այս հարցը պետք է դատարանով լուծել, ոչ թե բարիկադներ սարքելով։ Լիլի ջան, դու փաստաբան ես, չգիտես, որ մի ժամում ոչ մի դատարան լուծում չի տա։ Արփի հարցնենք ինչա կատարվում, թե ձև տանք, որ ոչ մի տարօրինակ բան էլ չկա։ Ոչ մի տարօրինակ բան չկա։ Մաման իր ամենօրյա օբորկայով։ Ինչ եք կանգնե, կարող է օգնեք։ Որ իմանանք ինչ եք անում, օգնենք։ Մեզ որոշել են տնից հանեն, տունն էլ քանդեն։ Ոնց թե, ես թույլ չեմ տա, որ իմ հայրական օջախը քանդեն։ Ուրեմն ուշադիր ինձ եք լսում, հենց ինչ որ մեկը մտնի հարցակում ենք վրան, հասկացաք։ Հա, Բա ես ինչ անեմ։ դու էլ կնկարես, որ ապացույց ունենենք, որ սա ինքնապաշտպանություն էր։ Դե լավ էլի, հազար եմ ասել, այս ամեն ինչը ապօրինի է։ Այս հարցին պետք է օրինական լուծում տանք։ Անօրինականության դեմ անօրինականությունը արքայություն է։ Լսեցիք ինչ որ մեկը գալիս է։ Պատրաստ եք։ Հա։ Վայ, ես դու ես Սարամ ջան, շատ ուրախ ենք, որ եկել ես։ Ընդհանրապես չի երևում, որ ուրախ եք։ Էս ինչ է կատարվում տունը։ Հեսա մենք քեզ ամեն ինչ կբացատրենք, Արամ։ Բոլորայա լինելու ու ահավոր կինո։ Փաստորեն իմ տունը քանդողները դուք եք, հա։ Սակո Ռոզա։ Ես գիտեի, որ դուք տականք եք, բայց այս աստիճանի։ Մեզ կներեք, մենք խանութում գործ ունենք։ Գործընկերներից վախացնելու վրա ժամանակ ծախսելու փոխարեն լավ կլիներ իրերդ հավաքեր, քան այս տունը չեմ քանդել։ Դու ով ես, որ տենց ինքնավստահ խոսում ես։ Ընդհանրապես կարևոր չի, թե ես ով եմ։ Ոնց կարևոր չի։ Ասեմ ուրեմն ցավը տանեմ։ Ռուդոլֆ Մադաթյանն է այս քաղաքի ամենակարևոր մարդկանցից մեկը։ Ռուդոլֆ Մադաթյան։ Ես քեզ հիշեցի։ 2001 թվականին փաստաթղթեր կեղծելու համար ես քեզ 4 տարով ուղարկել եմ հանգստանալու։
Փաստորեն խուճուճ մազերով երկար բեխերով երիտասարդ լեյտենանտը դու ես, հա։ Սաղ ճիշտ ես ասում բացի լեյտենանտից։ Քո դիմաց կանգնած է գնդապետ Տաթևյանը։ Կարող է ուզում ես էլի մի 10 տարով պետության հաշվին գնաս հանգստանաս։ Դու ինձ մի վախացր։ Դու իմ դեմ ոչ մի բան չունես ու բոլոր թղթերը օրինական են։ Ու այսօր այս տունը քանդվելու է։ Եթե կտեսնենք։ Շեֆս։ Դու բլոգ ես։ Ինչի։ Դες մոտ ասում եք ես ձերի ուղարկում եմ հանգստանալու։ Լավ բաղաբաց։ Կարող է խոսաս ես էլ գամ հետդ։ Շնորհակալ եմ իմ հավատարիմ զինվոր։ Հարգելի զինակիցներ։ Մեր գլխավերևում կախվել է ոսոխի էքսկավատորի կովշը։ Բայց մենք չենք հանձնվելու։ Որովհետև Տաթևյանները երբեք չեն հանձնվում։ Կարեն, այս թղթերը կտանես էքսպերտիզայի ու կհաստատես, որ այս ստորագրությունները կեղծ են։ Դրանից հետո կգաք եւ բոլորին կձերբակալեք։ Լսում եմ, պարոն գնդապետ, բայց սա կարող է մի քանի ժամ տևի։ Ոչինչ, Կարեն։ Մենք մի քանի ժամ կդիմադրենք։ Կդիմադրենք։ Այո! Կդիմադրենք։ Ազար ներողություն, էլի ես Կարեն, այս բուլդոզերի ձենը լսեցին, որոշեցի փախնես։ Այս ստորագրությունները գնում են էքսպերտիզա անցնելու ու պարզվի, որ կեղծ է։ Այդ ժամանակ դու կլսես ոստիկանության ձայնը՝ տիրուրիրուրիրու, բայց չես հասցնի փախնես։ Մեկա, ընկերոջը տունը քանդելու ենք։ Հա, բայց քո շեֆն էլ կգնա հանգստանալու մի 10 տարով, ասենք արդիկ կամ կոշ։ Ահա, սպասի։ Որ ասում են գնալու ես հանգստանալու, նկատի ունեն բերդ։ Հա, բա։ Ախպեր, որ շեֆս նստավ եսի չեմ անելու։ Ասե Վահան ջան, ոնց է չլինի մի օր կրկեսը բացվելու է։ Այդ գրպաններիցդ որ տարբեր իրեր ես հանում, այդ այնպես մի հատ համար պատրաստի ու գնա ֆոկուսներ արա։ Չէ, էլի խնդրում եմ, անենց հալեք թող շեֆս չնստի էլի։ Արդեն ուշ է։ Ես հիմա գնում եմ բաժին, բայց եթե կարաս Մադացյանին համոզես, որ Տաթևյանն այս տունը չքանդի, այդ ժամանակ կարող պարոն գնդապետ իրան ների։ Հա, բայց ես չեմ կարող շեֆից համոզեմ։ Դե ուրեմն սկսի կրկեսի համար համարներ մտածել, ես գնացի։ Հալա կայնի։ Այս աշխարհում մի հոգի կա, ով կարա պարոն Մադաթյանին համոզի, որ տունը չքանդեն։ Այդ Սոֆին է։ Դու պիտի իր հետ խոսաս։ լինելու ու ահավոր կինո։ Դուք ես տունը չեք քանդելու։ Լսեք, գժվել եք, են կոմանցեք։ Մենք ոչ մի սանտիմետր չենք շարժվելու։ Այս մեր տունը ու մենք չենք թողնի, որ դու այն քանդես։ Այ Նարե, առանց հայոյանք։ Դուք հնարավորություն ունեիք ձեր իրերը հավաքելու, բայց դուք ընտրեցիք պայքարելու ճանապարհը։ Ասեմ, որ պարտվել եք։ Վահան սկսի քանդել։ Շեֆ ջան, բայց ես չեմ ուզում որ քեզ նստացնեն։ Գժվել ես, ինձ ով պետք է նստացնի։ Ես քյաչալ բիձուկ է։ Էդ ում ասեցիր քյաչալ, այ։ Ալլա, առանց հայոյանք։ Վահան քանդի։ Բայց ախր շեֆ ջան, ասում եմ քանդի։ Մի վարկյա Մադաթյա, սպասի։ Այս ամենը ճիշտ չի։ Մենք ուզում ենք այդ շենքը լինի սրճարանի ու խանութի տեղը ոչ թե արամենց տան։ Փաստորեն, այս ամեն ինչը ձեզանից է սկսվել։ Բայց ես չեմ զարմանում։ Հեշտ փող էիք ուզում աշխատեիք։ Ուզում եք շենք սարքեիք ծուռ պատերով, վատ խողովակներով, փչացած վերելակներով ու ծախեիք մարդկանց վրա։ Բայց չեք մտածում, որ այդ ամեն ինչը փոշու բուն է։ Փոշին է պատում մեր քաղաքը, ու մենք ապրում ենք այդ փոշու մեջ։ Այդ փոշին շնչում ենք, մենք էլ հեչ։ Մեր երեխաներն են շնչում այդ փոշին ու հիվանդանում։ Բա ուր է մեր Երևանը։
իր տուֆերով, իր գեղեցիկ բալկոններով, որտեղ փռված են լվացքները, իր ծիրանի եւ բարդու ծառերով։ Չկա, մնացել է փոշու տակ։ Շենք կառուցելու տեղը այգիներ կառուցեք, մանկական խաղահրապարակներ կառուցեք, հիշողություններ կառուցեք, մարդկային հարաբերություններ կառուցեք, որ վաղը մյուս օրը ձեր թորնիկը ձեզ հարցնի, պապիկ, այս շենքի տեղը ինչ է եղել։ Ասեք, այս շենքի տեղը մի հատ փոքրիկ սեփական տուն էր, որտեղ ապրում էր մի քիչ ցնդած, բայց համերաշխ ընտանիք։ Ու մենք այդ տունը քանդեցինք, տեղը 25 հարգանի շենք սարքեցինք։ Սակո։ Վերջացրեցիր։ Այո։ Վահան քանդի։ Չէ, մի րոպե, մի արեք այդ բանը։ Այդ շենքը մեզ պետք չի, մենք չենք թողնի, որ դուք այս տունը քանդեք։ Դու կյանքում չես հասկանա, չէ՞ ինչ ամտանիքն ու ընկերությունային։ Ռոզա, առանց հայոյանքի։ Վահան քանդի ասում եմ։ Կանգնեք։ Սոֆի, Պապ, պետք չի քանդել այս տունը։ ես քո գործը չի, Սոֆի։ Սա բիզնես է, դու մի խառնվի։ Պապ, այսքան ժամանակ քեզանից ոչ մի բան չեմ խնդրել։ Ոչ մի անգամ քեզանից նվեր չեմ վերցրել։ Եթե ուզում ես ինձ նվեր անես, այս տունը մի քանդի։ Լավ, Սոֆի, դու գիտես ես քեզ ինչքան եմ սիրում։ Ու ես կանեմ այն ինչ որ դու խնդրում ես, ես չեմ քանդի այս տունը։ Բայց մի պայման կա։ Սուսեք պայման ասում։ Պետք է ամուսնանաս Արտակի հետ։ Լավ, համաձայն եմ։ Բոլորայա լինելու ու ահավոր կինո։ Ողջույն ընտանիք։ Ողջույն պարոն պապա եւ սիրելի ամուսին։ Ես սիրելի աներ հայրիկ։ Ալեքս, իմպրովիզացիաներ մի արա։ Նստեք։ Բարև ձեզ, պարոն գնդապետ։ Բարև ձեզ։ Սոֆի, մի հատ էլ դու պաչ։ Չէ, թողնել։ Կարեն ջան, ճիշտ ժամանակին եք եկել։ Եկեք միասին նախաճաշենք։ Չէ, տիկին ալա, եկել ենք մի հատ բան ասենք, արագ գնանք։ Արամ դյադյա, շնորհակալ եմ ձեզանից, որ ներեցիք պապային ու իր դեմ գործ չհարուցեցիք։ Այդ իմ համար շատ կարևոր է։ Ու շնորհակալություն, որ համոզեցիք Սոֆին չամուսնացնի Արտակի հետ։ Ավելի ճիշտ չնստացրեցիք, նենց արեցիք, որ ես ու Սոֆին ամուսնանանք։ Երբ որ ձեռքումդ հանցագործության ապացույցներ ես ունենում, համոզելը շատ հեշտ է։ Պարոն գնդապետ, մի հատ էլ խնդրանք ունենք։ Ուզում ենք դուք դառնաք մեր հարսանիքի քավորը։ Այդ շատ լավ բան է։ Այդ մեր համար շատ մեծ պատիվ է, մեծ սիրով կարող։ Մի Սոֆիս դուք աղբեր ունեք։ Չէ։ Դե ուրեմն դրան դիմաց ես դանակը կպահեմ։ Ես էլ ձեր մասին հաղորդում կնկարեմ։ Ես էլ հարսանիքից հետո ամբողջ սրահը կմաքրեմ։ Ես էլ ձեր հարսանիքը կվարեմ։ Դե ուրեմն ես էլ չեմ գա։ Կարեն ջան, Սոֆի ջան, հանգիստ եղեք։ Մենք բոլորս էլ ներկա կլինենք ու ձեր հարսանիքը հաստատ բոլորլա չենք սարքի։ Ինչ ասեց։ Վաչոլը մի հատ էլ ասա։ Էլ մի հատ էլ ասա, Վաչո։ Բոլորայա լինելու ու ահավոր կինո։